Բարև ձեզ, դուք նկատել եք, որ ձմռանը մթերք առնելուց, հիմնական գյուղատնտեսական մթերք, ավելի շատ գումար եք տալիս, քան ամռանը։ Դա նրանից է, որ Հայաստանում հիմնականում բերքը աճում է ամռանը եւ մենք չունենք զարգացած ջերմոցային տնտեսություններ, որպեսզի ձմռանը Հայաստանին ապահովի էժան գյուղատնտեսական ապրանքներով։ Մթերքների էժանությունը ապահովելը շատ կարևոր է մեր երկրի համար, որպեսզի մենք հաղթահարենք աղքատությունը։ Այստեղ մեզ կօգնի Հայաստանի հյուսային շրջաններից մեկը նոյեմբերյանի խոշորացված համայնքը։ Նոյեմբերյանը մեղրից հետո երկրորդ ամենափափուկ կլիմայական գոտով համայնքն է։ Այստեղ կարող է աճել այնպիսի բան, որ Հայաստանի մյուս շրջաններում չի աճում։ Օրինակ զեյթուն է աճում, կիվի եւ այլ տեսակի մրգեր, որոնք Հայաստանի համար հատուկ չեն։ Մենք հիմնականում ներմուծում ենք շատ թանկ գներով։ Նոյեմբերյանը դառնալու է Հայաստանի համար ոչ սպეციფիկ գյուղատնտեսական ապրանքների աճեցման հատուկ զոնա։ Նաև ունի հետաքրքիր մի առանձնահատկություն։ Նոյեմբերյանով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը։ Մի կարևոր բան։ Գիտեք ինչն է ջերմոցներում աճող գյուղատնտեսական մթերքի գնի հիմնական մասը ինքնարժեքի՝ գազը։ Քանի որ ձմռանը ջերմոցները միացնում են գազը, որպեսզի տաքանա ջերմոցը։ Մենք ունենք մի լավ առաջարկ։ Նոյեմբերյանի շրջանը կլինի Հայաստանում այն շրջանը, որը կլուծի թանկ ապրանքի, թանկ գյուղմթերքի գինը ձմռանը Հայաստանում։ Ինչով։ Կստեղծի ջերմոցների համար նախատեսված հատուկ ազատ տնտեսական գոտի։ Մարդիկ ջերմոցներ կհիմնեն նոյեմբերյանում, որը կստանա գազ, բայց սահմանային գնով։ Քանի որ գազը Հայաստանը ներմուծում $165 եւ մինչեւ հասնում է Երևան, մինչեւ հասնում է մյուս շրջանները, թանկանում է, քանի որ կան ծախսեր։ Իսկ սահմանի վրա մենք ունենանք պայմանավորվածություն, որ գազի գինը լինի $165-ից մի քիչ ավելի ընդամենը թանկ եւ հայկական ջերմոցները կունենան գազի գին ավելի էժան, քան թուրքական ջերմոցները։ Դրա արդյունքում մենք կկարողանանք մրցակցել թուրքական ջերմոցների հետ, քանի որ գյուղմթերքի ձմռանը ինքնարժեքի 70%-ը դա գազի գինն է։ Իսկ էժան գազ, եթե մենք սահմանին կարողանանք տանք, ներմուծման գնով մոտապես 15% կեժանանա գյուղմթերքի վերջնական գինը։ Նաև նոյեմբերյանը համարվում է ամենալավ կլիմայական զոնաներից եւ այստեղ կարիք չկա այնպես տաքացնել, ինչպես Հայաստանի մյուս շրջաններում, օրինակ Հրազդանի շրջանում։ Սա էլ մեծ հիմք է, որ ջերմոցային տնտեսությունները այստեղ զարգանան եւ հնարավորություն ունենան Հայաստանին ապահովել ձմեռվա համար էժան հայկական գյուղմթերքներով, ապահովելով պարենային անվտանգությունը եւ լուծելով նոյեմբերյանում գործազրկության հարցը, որպեսզի 30,000 բնակիչ ունեցող այս շրջանում խնդիր չունենանք մենք, որ մարդիկ լքում են Հայաստանը, գնում են ուրիշ տեղ աշխատանքի, այլ մնան Հայաստանում, զբաղվեն այսպիսի հետաքրքիր գործունեությամբ եւ ապահովեն իրենց ընտանիքի լավ ապագան։ Շնորհակալ եմ, սա նոյեմբերյանի համար մեր զարգացման ծրագիրն է, որը նաեւ կօգնի Հայաստանին ունենալ էժան գյուղատնտեսական մթերքներ ձմռան։ Շնորհակալություն։